Տիրոջ անունը թող փառավորվի սիրելիներ, Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ այդ համարը կարդամ, եւ ես քեզի կսեմ, որ դու Պետրոս ես, ու այս վեմին վրա պիտի շինեմ իմ եկեղեցիս, եւ դժոխքին դռները զանիկա պիտի չհաղթեն։ Մենք հասկանում ենք Հիսուսի խոսքերից, որ հոգևոր կյանքը մարդկային խելքի, իմաստության, հնարքների, զորությունների գործ չէ։ Մենք գործ ունենք մեր պատերազմը, մենք գործ ունենք դժոխքի ուժերի հետ, դիվական, որ առանց Աստծու խոսքի, առանց Տիրոջ զորության Սուրբ Հոգու հաղթություն հնարավոր չի։ Այստեղ խոսում է հաղթության մասին։ Սիրելիներ, ես չեմ ուզում այդպես ուղղակի որպես քարոզ, ուղղակի այդպես ուշադիր լինենք, որ մեր հավատքը այս թե խոսքի ժամանակ, թե աղոթքի ժամանակ օգտագործենք։ Եթե մենք միայն լսում ենք, բայց ի գործ չի դրվում, գործ չի կատարվում։ Այս խոսքերը Սուրբ Հոգին մեր վրա հաստատում է հավատքի միջոցով։ Եվ սա շատ կարևոր է, որովհետև Աստծու կողմը իր խոսքը ուղարկելն է, մեր կողմը կա, որտեղ հիմա պաշտամունքը գնում է, ես հոգով զգում եմ, որ այդպես Տիրոջ ներկայությունը գալիս է, բայց մի տեսակ չի տարածվում, ոնց որ կպնի նորից այսպես գնա, որովհետև սիրելիներ, Աստծո կողմը պրոբլեմ չի, արգել չկա, բայց որ հավատքը չի օգտագործվում, այդ զորությունը, ներկայությունը չի ներգործում։ Համար հորդորում եմ Հիսուսի անունով, որ պարապ մի նստեք, ձեր սրտի մեջ, ապավինեք, կրթնեք Աստծո խոսքին, քարոզի համեմատ, խոսքի հայտնության համեմատ, եւ այդ հավատքը հենց քո նստած տեղի գործ դիր։ Եվ հավատքի ու գործ դնելը հետեւյալն է, որ կա քո վիճակը, փաստացի, բայց դու քո վիճակին չես հենվում, դու քո վիճակով չես առաջնորդվում։ Դա չի քեզ համար ճշմարտությունը։ Քեզ համար ճշմարտությունը Աստծու խոսքն է, Սուրբ Հոգու հայտնությունով։ Ալելույա նրան սիրելիներ։ Եվ այս հավատքը, երբ որ դու ի գործ ես դնում եւ աղոթք է գնում, նախ հաճելի է Հորը, որտեղ առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել։ Ես չգիտեմ ով ինչ վիճակի մեջ է, թե թլպատություն, թե անթլպատություն, զորություն չունի հոգևոր դաշտում։ Հապա հավատքը, որ սիրով ի գործ կդրվի։ Եվ սա պետք է օգտագործվի։ Եվ ես ուզում եմ որպես նախաբան մի քանի վկայություններ ասել երիտասարդներին վերաբերվող։ Սա որ մենք հիմա վայելում ենք այս պաշտամունքը, այս երիտասարդությունը, սա ինչ պտուղ է։ Այս պտուղը մենք վայելում ենք հիմա։ Մեր հույրերի հետ միասին ենք վայելում։ Մեր եղբայրության, ավագ եղբայրության հետ ձեզ հետ միասին ենք վայելում։ Փառավորվի Տիրոջ անունը։ Գքա ժամանակ, որ մենք կհիշենք սրանք։ Եվ ես ուզում եմ ցույց տալ Աստծո խոսքից սա ինչ պտուղ է։ Որտեւ երկար տարիներ երիտասարդության ծառայության մեջ ենք, հավատարիմ եղբայրների հետ միասին, եւ մեր աչքի առաջ է բոլորը կատարվի, ուզում եմ, որ դուք էլ տեսնեք, դուք էլ ճանաչեք, սիրելիներ։ Եվ ես հիշում եմ, սիրելիներ, 90-ականներից մոտ արդեն 26 տարի անցնում է, 26-րդ տարում ենք, ու ես հիշում եմ Աստծո խոսքի հայտնությունները երիտասարդության մեջ։ Եվ երբ որ Աստծո խոսքի հայտնությունները սկսվեց, այստեղ եղբայրներ կան, ես չեմ ուզում անունով ասեմ, որոնք մասնակից են եղել,
նաև կան քույրեր, որոնք իրանց հավատքով նույնպես մասնակից են եղել սիրելիներ, եւ այդ խոսքի հայտնությունները Սուրբ Հոգու զորությամբ, լոկ խոսք չի եղել, խոսքը եւ հոգին իրար հետ պետք է գնա, եթե միայն խոսք է հոգին չկա, խոսքը դառնում է այդպես սովորական, եւ հետո դառնում է որպես գիտություն, եւ հետո դառնում է պատմություն, դառնում է կրոն, խոսքը սատանան ուզում է սարքի կրոն, բայց Աստծո խոսքը կենդանի է եւ զորեղ, նա բժշկում է, նա մաքրում է, նա սրի է քաշում սատանայի տարիների կապանքները, հաղթում է դժոխքին, եւ այդ դժոխքից ինչ ուժել որ որևէ մեկի վրա կա, հաղթում է Աստծո խոսքը, եւ մենք դա պետք է ճաշակենք, պետք է վայելենք, մենք կրոնավորներ չենք, որ հավաքվել ենք ծեսեր կատարելու, մենք եկել ենք կենդանի Աստծուն ենք պաշտում, փառավորվի Հիսուսի անունը, եւ ես հիշում եմ սիրելիներ, Աստծո խոսքի հայտնությունները կարճ եմ ուզում ասեմ, որոնք ինչից է երևում, որ հայտնություն է, եւ ինչից է երևում այդ խոսքը հայտնություն է, թե մարդկային իմաստությունով սարքած խոսքեր են, երբ որ խոսքը Սուրբ Հոգին հաստատում է հրաշքներով, օրհնություններով, զորություններով, այդ դա հայտնությունն է, բայց եթե խոսք է ու Սուրբ Հոգին գործակից չի, շատ իմաստուն խոսքեր են, շատ ճիշտ են, օրինակները առատ են, ամեն ինչ տեղը տեղին է, բայց Սուրբ Հոգին չի երևում, սա մարդկային իմաստությունով սարքած խոսքեր են, որը մարդի ուղեղն է զարգացնում, շնչավոր աշխարհն է սնուցանում, հոգու աշխարհը մնում է սոված, մնում է անապատ, դրա համար մարդիկ հետո մարում են, որտեվ սոված են, դրա համար իրանց ձեռքը շատ երիտասարդներ նորից երկարացնում են մեղքի աշխարհին, որտեվ սոված է այդ մարդը 10 տարի, 20 տարի, ինչքան կարելի է սոված ծառա պտտել, թող բժշկությունը լինի Հիսուսի անունով, այն խոսքը, որ 90-ականների երիտասարդների մեջ քարոզվել է, եւ այսպես Աստծո խոսքը աճեց ու զորացավ, դրան այդ խոսքը ծնեց ճամբարը եկեղեցում, որ այսօր դուք մասնակից եք, սիրելիներ, եւ ճամբարը ամբողջ Հայաստանի երիտասարդությանը միաբանեց, եւ ոչ թե միայն լոկ խոսքով, այլ նաեւ իր օրհնություններով, առատ Սուրբ Հոգու մկրտություններով, հրաշքներով ու բժշկություններով, փառավորվի Հիսուսի անունը, մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը, եւ այսօր դա շարունակվում է, սիրելիներ, եւ այսօր մեր երիտասարդությունը, որ այսպես հավաքվել են սահմանափակ է անգամ, որտեղ տեղը չի բավարարի, սա ինչ պտուղ է, որ մեր ժողովուրդը շտապում են այս օրերին եւ թե ճամբարի օրերին, որովհետև սիրելիներ այն համը հոտը, որ առել են Տիրոջ ներկայության, մարդկանց կարիքը չունի ոչ մեկ, բոլորս ունենք կենդանի Աստծո կարիքը, փառավորվի Հիսուսը, այդ պտուղներն են, որ մենք վայելում ենք, եւ 90-ական թվերի խոսքը եւ այսօրվանը, երբ որ ես այսպես հաճախակի դնում ենք, հաճախակի լինում է եղբայրների հետ նայում ենք, մեկը մեկին լրացնելով գալիս է աճել է եւ մեկը մեկին չի հակասում, փառավորվի Տիրոջ անունը, սիրելիներ, եւ մեր շատ երիտասարդներ 90-ական թվերի իրանց վկայությունն են փոխանցում ձեզ, որոնց հետ մենք տարբեր կապեր ունենք, թե հեռախոսազանգերով, լինում են այցելություններով եղբայրությունը, նրանք վկայում են, որ այդ անխարդախ կաթը, որ մենք ճաշակել ենք, ոմանք դրսում են, Ռուսաստանում են, Ամերիկայում են, Եվրոպայում են, տարբեր տեղերում են, այդ անխարդախ կաթը մեզ պահում է աշխարհի մեղքի գայթակղություններից, ազատում է բոլոր տեսակի մոլորություններից եւ այդ հոգով ծառայում են եւ տեղի եկեղեցիներին մեծ շինություն են փոխանցում, փառավորվի Տիրոջ անունը այս մեծ օրհնությունների համար, պետք է աղոթենք, որ ես հիշում եմ տարվա սկզբին այդպես Սուրբ Հոգին ցույց տվեց 15 թիվը, այսինքն անցած տարի,
հոգևոր ծառայությունների մեջ ես օծություն եմ տեսել, թե Հայաստանում, թե Վրաստանում, Ռուսաստանում, եղբայրները Ամերիկայում են եղել, Եվրոպայում օծություն է եղել եւ վկայություններ կա եւ առաջնորդություն եղավ հենց տարվա սկզբին, որ աղոտ կարեք, որ այս 16 թիվը կրկնակի օծություն լինի Սուրբ Հոգու։ Եվ մեր մամիկոն եղբայրը, որ ներկա է, այդպես ուղղեց ասեմ, թե ավելի այդպես ասեց, որ եղբայր ջան, բայց ինչի կրկնակի, թող հազարապատիկը լինի։ Իմ հավատքը այդքան էր, Տեր օրհնի, եղբոր հավատքը ավելի զորավոր է, թող եղբոր հավատքի պես լինի։ Ամեն սիրելիներ, ձեր սրտում ամեն ասեք, ձեր համաձայնությունը շատ կարևոր է։ Միաբանությունը համաձայնության մեջ է, եւ Սուրբ Հոգին սրտեր քննող է, ես հավատում եմ այդ հայտնությանը։ Սիրելիներ, մենք տեսնում ենք այստեղ Աստծո խոսք, վեմը Աստծո խոսքն է։ Աստծո խոսք, դժոխքի ուժեր, դժոխքի դռներ, այսինքն դիվական ուժեր եւ հաղթություն։ Ժամանակը շատ սուղ է, ես չեմ կարող շատ ծավալվել, սիրելիներ։ Այստեղ համարներ կա, ես թելադրում եմ, լավ կլինի, որ նշեք ձեզ մոտ, եղբայրներ, քույրեր։ Ուրեմն առաջի կետը հետևյալն է, վեմը Աստծո խոսքն է, Սաղմոս 18-րդ Սաղմոս 30 եւ 31 խոսքերը, առաջի թագավորած երկրորդ գլուխ երկրորդ խոսք, առաջի երկրորդ խոսքերը, Հուդա առաքյալը մի գլուխ է գրել 20 խոսքը եւ Սաղմոս 12-ի 6-րդ խոսքը։ Ուրեմն Սաղմոս 18, 30 եւ 31 խոսքերը, առաջի թագավորած երկրորդ գլուխ առաջի եւ երկրորդ խոսքը, Հուդա 20-րդ խոսքը եւ Սաղմոս 12-ի 6-րդ խոսքը։ Սիրելիներ, այս համարները ցույց են տալիս, որ Աստծո մարդիկ Աստծո խոսքին են ապավինել։ Եվ օրինակներ կա, այդ օրինակներն եմ ասում գրեք, որպես օրինակ, Հոբի գրքից 6-րդ գլուխ 10-րդ խոսք, Հոբի 6-ի 10-ը, 23-րդ գլխի 8-ից 12 խոսք, նույն Հոբի գրքի 23-րդ գլուխ 8-ից 12 խոսք, եւ Սաղմոս 23-ը։ Ես բոլոր համարները չեմ կարդալու, սիրելիներ, բայց Սաղմոսի այս խոսքը 18-րդ Սաղմոսի պետք է կարդամ, սիրելի իմ եղբայրներ, քույրեր, շատի լսեք ավելի բժշկության համար։ Քանզի Տիրոջ մեն զատ ով է Աստված, կամ մեր Աստուծո մեն զատ ով է վեմ, Աստված է, որ ինձից զորություն կհագցնե, ու իմ ճամփաս կատարյալ կնե։ Եվ 30 խոսքը, Աստծո ճամփան կատարյալ է, Տիրոջը խոսքերը փորձված են, անիկա ամեն իրեն հուսացողներուն ասպար է։ Ասպար է, վեմ է, ուժ է, զորություն է։ Սիրելիներ, մենք տեսնում ենք, թե հին կտակարանում եւ թե նոր կտակարանում այդ հոգևոր պատերազմը սատանայի կողմից գնացել է Աստծո զավակների դեմ։ Այն օրից, որ դու Հիսուսին այո ես ասել, քանի տարի է անցել։ Մի հատ նայեք ձեր կյանքը, ձեր սրտերը։ Քանի տարի է անցել, որ դու Հիսուսին այո ես ասել։ Այդ օրվանից տկար ես, թույլ ես, աճել ես, թե չես աճել, սա ուրիշ հարց է։ Բայց որ դու Հիսուսին կատարյալ այո ես ասել, դու ընդունել ես նրան որպես ճանապարհ, ճշմարտություն եւ կյանք, Սատանան հայտարարել է պատերազմ։ Եվ այդ պատերազմը սկսվել է, սիրելիներ, վախենալու բան չկա։ Դա նրա համար է, որ դու ավելի Տիրոջը մոտենաս։ Այդ պատերազմն էլ է Տերը կառավարում։ Այդ պատերազմը Աստված բարի գործակից է անում քեզ համար, մի վախեցի։ Դա նրա համար է, որ երբ որ մարդկային զորանում է Աստծո խոսքից,
Աստված թույլ է տալիս հակառակորդի կրակոտ նետերը, որ բոլոր հիմքերը քանդվեն։ Ինչպես եղբայրը վկայեց, Աստված ոչ մի հիմքի վրա չի գործում, բոլորը ուզում է քանդվի եւ օգտագործում է սատանան, Աստված այդ պատերազմը սատանայի օգտագործում է, քանդվում են, ինչին ապավինում է սատանան, մի հատ կրակոտներ, մի հատ միտք, մի հատ պրոբլեմ, մի հատ փորձություն, շատ չեմ ասում, մի հատ։ Եվ այդ բոլոր հիմքերը քանդվում են, թե չեն քանդվում։ Եվ պատահում է, որ հուսահատված երիտասարդները մոտենում են, նոր հիմքեր են ուզում։ Ուզում են, որ մենք ինչ-որ մի ճանապարհ ցույց տանք։ Եղբայր ջան, ասում է, ուժ չունեմ, օգնեք ինձ։ Եվ երբ որ զրուցում ենք, պարզվում է, որ ոչ թե իրան ուժ է պետք, այլ ինչքան ուժ կա, պետք է բոլորը քանդվի։ Եվ միայն քո կյանքում մնալու է Աստծո խոստումները, Աստծո խոսքը, դա պետք է լինի քո ուժը, քո զորությունը, նրան պետք է ապավինես, որ երբ որ հրաշքը կատարվի, չվերագրվի որևէ հնարքի մարդկային, Աստծո խոսքը միայն արժանի է փառավորվելու, Տիրոջ խոսքը պետք է փառավորվի։ Հալելույա Հիսուսին։ Մենք տեսնում ենք, որ այստեղ երկու օրինակը կա Հոբի եւ Դավիթ թագավորի։ Մենք տեսնում ենք, որ այդ պատերազմը Հոբի կյանքում ամբողջ դժոխքի ուժերը հարձակվել են Հոբի վրա։ Պրոբլեմներ, հիվանդություններ, փորձություններ, անձին, ընտանիքին, ունեցվածքին, այսպիսի պատերազմ ֆիզիկական, ոչ Հոբից առաջ եղել, ոչ էլ Հոբից հետո, սա եզակի է, որպես օրինակ է։ Սիրելիներ, ես ուզում եմ, որ մենք տեսնենք պատմությունը, դու գիտեք չեմ ուզում պատմեմ, բայց ինչ զորությունով Հոբը հաղթեց դժոխքի ուժերին, հաղթեց թե չհաղթեց։ Ինչու ամբողջ դժոխքը չկար մի մարդի հաղթել, մի հատ հավատացյալ է, մի հատ Աստծո մարդի, այդի ուզում եմ Աստծո խոսքով ցույց տալ, սիրելիներ, որպեսզի այդ նույն ճանապարհով մենք գնանք, սրանք դրա համար են գրած։ Դրա համար Հոբի 6:10 դուք գրել եք արդեն 6:10 սիրելիներ, հետևյալ խոսքերն է Հոբը ասում, դա պետք է կարդամ ես։ Տեսեք Հոբի զորությունը ինչումն էր։ Այդ զորությունն եմ ուզում ցույց տալ։ Հոբի կյանքը գիտեք, բայց զորությունը այդ զորությունը հետևյալն էր։ Բայց տակավին այս մխիթարությունը պիտի ունենամ եւ անողորմ ցավի մեջ պիտի ուրախանամ։ Անողորմ ցավ գիտեք ինչ է նշանակում։ Ցավ կա, որ բժիշկն ասում է ոչինչ, մի քիչ համբերի, մի ամիս հետո կանցնի։ Բայց Հոբի ցավը անողորմ նշանակում է, որ ել չի անցնում։ Հույս չկա։ Եվ ոչ մեկ հույս չեն տալի Հոբին։ Իր բարեկամները, իր քարոզիչները Հոբի իր բարեկամներն էին, ոչ մեկ հույս չտվին Հոբին։ Սատանան բոլոր ճանապարհներով էր հարձակվել։ Այսօր կան, չէ, եղբայրներ կան, որ ասում են քույրիկ ջան, ոչինչ հույս են տալի, հորդորում են։ Հոբին հորդորող չկար։ Հակառակն էին հորդորում։ Հոբի քարոզիչները նենց են քարոզում, որ Աստծո խոսքը լրիվ դառնում էր զրոյական։ Սա չարից է։ Դրա համար Տերը այդ քարոզիչների վրա բարկացավ։ Սիրելիներ, ես ուղղակի որ խոսք եկավ, այստեղ շատ քարոզիչ եղբայրներ կան։ Մեր քարոզների մեջ պետք է մենք ուշադիր լինենք, որ Աստծո խոսքի հեղինակությունը չընկնի։ Բեռը չընկնի մարդկային ուժերի վրա։ Մեր քարոզները այնպես պետք է լինի, որ Աստծո խոսքի հեղինակությունը այնքան բարձրանա, որ տեսանելի դառնա ու մարդիկ ապավինեն նրան։ Մեր քարոզները ոչ թե պետք է կոտրի ժողովրդի հավատքը, այլ ավելի պետք է հաստատի։ Թող փառավորվի Հիսուսի անունը։ Եվ մենք տեսնում ենք, սիրելիներ, որ այս բոլորի զատ Հոբը այսպիսի խոսքեր ասում։
որ ես Սուրբին խոսքերը չուրացա, տեսակ վեմը, զորությունը տեսակ, եւ Հոբի առաջի գլխում Աստծո վկայությունը տեսեք հետեւյալն է, առաջի խոսք, առաջի գլուխ, առաջի խոսք, այս վերջերում Սուրբ Հոգին ինձ ցույց տվեց, ես շատ զարմացա, այսքան Հոբ են կարդացել, քարոզել, բայց ես էսի չէի տեսել, հələ շատ բաներ կա, որ չենք տեսել, Սուրբ Հոգին ընթացքում աճեցնում է, բացում է, Հուս երկրին մեջ Հոբ անունով մարդ մկար, ու այն մարդը կատարյալ, ու արդար եւ աստվածավախ էր ու չարությունը ետք քաշվեր։ Ինչու՞մն էր Հոբի կատարելությունը։ Այդ կատարելությունը հաղթեց դժոխքին։ Հոբի կատարելությունը հետեւյալն էր, որ նա Աստծո խոսքին կատարյալ հավատում էր։ Այսինքն Հոբը այս խնդիրների մեջ ոչ թե հավատում էր, այլ կատարյալ հավատում էր, որ Աստված իրան սիրում է։ Այ Հոբ ջան, Աստված քեզ։ Եվ Հոբի կինը նկատեց սա։ Եվ տեսեք ինչ է ասում։ Հոբի կինը էսի նկատեց։ Եվ տեսեք, եւ անոր կինը սավ անոր, 2-րդ գլուխ 9-րդ խոսք։ Տակավին քու կատարելությանդ մեջ հաստատ կկենաս։ Հայոյե Աստծո դեմ ու մեռիր։ Աստծո դեմ հայոյե ու մեռիր։ Այսինքն ասում է Հոբ, հələ դու կատարյալ հավատում ես, որ Աստված քո հետ է։ Մի քիչ էլ չես կասկածում։ Երևույթը եւ Աստծո խոսքը չի բռնում իրար։ Մեկը նայում է երևույթին, Հոբի կինն ինչքան աղոթած կլներ Հոբի հետ։ Բայց Հոբի կինը առաջնորդվում է երևույթով։ Բայց փորձության մեջ գտնված Հոբը ապավինել է, վեմի վրա է։ Հոբը այդպես չի, որ թերություններ չուներ։ Նրա հավատքն էր կատարյալ։ Վիճակով կատարելության այս մարմնի մեջ հնարավոր չի հասնել։ Շատ մի չարչարվեք վիճակի վրա։ Կատարելության հասնում են հավատքով, այսինքն հավատքը կատարյալ լինի, որ ինչ վիճակ լինի, դու Աստծո խոսքի վրա չես կասկածում։ Տիրոջ խոստումները այո եւ ամեն են։ Եվ Աստծո երկայնամտությունն էլ համարում ես փրկություն։ Աստված իր խոստումները չի ուշացնում, Աստված երկայնամիտ է։ Եվ այդ երկայնամտության մեջ մեր բժշկության համար է, ապաշխարության։ Եվ Պետրոս առաքյալը ասում է, որ Աստծո երկայնամտությունը փրկություն սեպեցեք։ Եվ Հոբը 42 գլուխ աղոթում է, թե սա քանի տարի անում, ես չեմ կարող ասել, բայց 42 գլուխ աղոթում է ու երկնքից պատասխան չկա դեռ, բայց Հոբը Աստծո վրա չի կասկածում, այ սա վեմը սա է, վեմի վրա կառուցել, փառավորվի Հիսուսի անունը։ 23 Սաղմոսում Դավիթ թագավորը իր վիճակի մասին է խոսում, որ ինքը անցնում է մահվան շուքի ձորով։ Սա ֆիզիկական խնդիրներն են, մահվան շուքի ձորը հոգևոր վիճակն է։ Այսինքն հոգևոր ընկած վիճակ է։ Աստծո ներկայությունը չի զգում, այցելություն չկա, պատասխան չկա, խավարը պատել է, մահվան շուք, խավար, լրիվ խավար է։ Ես չգիտեմ, այստեղ քանի հոգի այս վիճակի մեջ կան։ Կամ քանի հոգի կան այն վիճակի մեջ, որ խնդիրներ, հիվանդություններ, դժվարություններ։ Եվ Դավիթը մահվան շուքի ձորի մեջ որ սաղմոսն է արտասանում։ Մահվան շուքի ձորի մեջ տեսեք վեմը, տեսեք հաստատություն, Աստծո խոսքի զորությունը տեսեք։ Դավիթը ասում է, որ Տերը իմ հովիվս է։ Դավիթ ջան, դու մահվան շուքի ձորի մեջ որ քո հովիվն ես, ինչ է քո վիճակը։ Հավատք է սա։ Երևույթ չի, զգացմունք չի, սա հավատք է։ Հորդորում ենք, որ զգացմունքներով մի առաջնորդվեք։ Աստծո խոստումները հավիտյան նույնն են, եղբայրներ այդ մասին կարդացին, վկայեցին, ես չեմ ուզում կրկնել սիրելիներ։ Եվ այդ նույն Դավիթը ասում էր, որ չարից պիտի չվախնամ,
որովհետև Տերը ինձի հետ է, դու ինձի հետ ես Տեր։ Տեսեք վեմը, տեսեք ուժը։ Եվ այդ ամբողջ ինքը ընկած վիճակ էր։ Մեղք էր գործել Դավիթը, հոգևոր անկում էր ապրում։ Կորցրել էր Աստծո ներկայությունը եւ խնդրեմ կար, որ կարող է լրիվ կորցնի ինչպես Սավուղը, եւ ինքը անհանգիստ էր դրա համար, որի համար Սավուղը այդքան չանհանգստացավ։ Սավուղը ավելի շատ անհանգստացավ իր շայի եւ փառքի համար, իշխանության, Դավիթը անհանգստացավ, որ Աստծուն չկորցնի։ Սրանք տարբեր են, թող Տերը օրհնի սիրելիներ։ Եվ մենք տեսնում ենք, որ ամբողջ այդ հարցակումներին Աստծո մարդիկ հաղթել են Աստծո խոսքին հաստատ հավատալով։ Այս Սուրբ Հոգին է շինարարությունն է անում։ Ես ինչպես ասեցի, այս շինարարությունը նորվա բան չի, սա շարունակվում է։ Երիտասարդության մեջ Աստծո խոսքը աճում եւ զորանում է, փառք տվեք Տիրոջը սրա համար։ Եվ սա փոխանցվել է ամբողջ Հայաստանյաց եկեղեցուն եւ Հայաստանից դուրս է գնում։ Եվ սրա հեղինակը որևէ եղբայր չի, Սուրբ Հոգին է, Աստծո խոսքի հայտնություններով։ Սիրելի երիտասարդներ, այդ խոսքը Աստված դրել է ձեր կյանքում, ձեր սրտի մեջ է դրել։ Թող ձեր կյանքի ընկերը լինի Աստծո խոսքը, հիշեք սա։ Ձեր անդավաճան, եթե մի կյանքի ընկեր կունենաք, դա Աստծո խոսքն է։ Նա երբեք քեզ չի ամոթով թողի, երբ որ դու ապավինում ես նրան։ Նա երբեք քեզ չի դավաճանի ոչ մի վիճակի մեջ։ Քո ամենամտերիմները կհեռանան, ինչպես Դավիթը, մենակ կմնաս, բայց երբ որ դու կապավինես Աստծո խոսքին, այդ խոսքի հեղինակը քո կողքին կլինի, որտեղ դու իրան չես կասկ։ Եվ Տերը հայտնվեց թե Հոբի կյանքում, եւ թե Դավիթի կյանքում, եւ այդ մավան շուքի ձորերից հանեց իր մարդկանց։ Փառավորվի Հիսուսի անունը։ Այսօր մեր հերթն է։ Հաճախակի սիրելիներ, հարց է առաջանում, Աստծո խոսքից բացել ինչի վրա պետք է մենք ապավինենք։ Ես որոշ մտքեր եմ նորից թելադրում, որ գրեք դուք, սա երկրորդ կետն է։ Հաճախակի մարդիկ իրենց հավատքը կառուցում են մարդկանց վրա։ Հավատքը, այսինքն հենվել են մարդի վրա։ Դա կլինի հավատացյալ եղբայր, դա կլինի, չգիտեմ, անհավատ, մարդի վրա։ Հավատքը զգացմունքների վրա է կառուցված։ Զգում եմ, ուրեմն Տերը ինձ սիրում է։ Հիսուսին չեմ զգում, ուրեմն Տերը սերը պակասել է։ Սա էլ է կառույց։ Երևույթների վրա, երազների վրա, տեսիլքների վրա, մարգարեությունների վրա, չէ թե սրանք պետք չեն, բայց սա չի վեմը։ Հիշեք սիրելիներ, վեմ Աստծո խոսքն է։ Փառավորվի Հիսուսի անունը։ Նախանձավոր են մեր եղբայրությունը, ես էլ եմ միանում այդ նախանձավորությանը, որ Սուրբ Հոգու պարգևները առատապես գործի եկեղեցում, կաթիլներ են, առատապես գործի, բայց միևնույնն է, մեր վեմը Աստծո խոստումներն են։ Փառավորվի Հիսուսի անունը։ Եվ ումը որ դու ապավինում ես, դու նրա ծառան ես։ Ինչ է նշանակում, որ Աստծո խոսքն ասում է մարդկանց ծառա միլակ։ Դա չի նշանակում, որ դու որևէ մեկին ծառայություն չանես, չօգնես, չաշխատես, թե նյութական, թե հոգևոր։ Դա նշանակում է, որ դու որևէ մեկից կախում չունենաս։ Ումից որ դու կախում ունես, դու նրա ծառան ես։ Մի փոքր փառքի, մի փոքր շահի, որ այդ եղբայրը մի փոքր այդ փառքի եղջյուրներից է քեզ տալիս, իրանից մի քիչ հեռանաս, կկտրվի այդ շահը, փառքը, եղբայրներ, քույրեր։ Եթե մեկն էլ քեզ բարություն է անում, ընդունի Տիրոջ ձեռքերից, ամեն բարի բան վերից լուսոհորմից է իջնում, Տերն է շարժել դրա սիրտը։ Փառավորվի Տիրոջ անունը։ Այդ մարդը գարաժարվի, Աստված ուրիշին կհանի, մի վախեցի։
մի վախնար, դու բոլորին ծառայի, անշախնդիր ծառայի, բայց կախում ունեցիր միայն Աստծո խոսքից։ Հորդորում եմ ձեզ Հիսուսի անունով, փառավորվի Տիրոջ անունը։ Ես փառք եմ տալիս Տիրոջը, որ Աստված մեր կյանքը այնպես է դասավորել, որ ոչ նյութական եւ ոչ մի ձևով մենք կախում չունենանք որևէ մի մարդից։ Ես կարիք ունեմ հոգևոր մարդկանց, բայց որևէ մարդից կախում չունենք։ Մեր կախումը Աստծո խոսքն է։ Փոխանցում ենք այս շնորհքը Տիրոջից առած մեր երիտասարդությանը։ Սա փորձված է կյանքում։ Փառավորվի Հիսուսի անունը։ Եվ հիմա որ մենք պետք է աղոթք անենք, ես աղոթքի նպատակն եմ ասում, այս վերջերում այնպես ստացվել էր, ես Ռուսաստանում էի, եւ թե հայեր, թե ռուսներ հավաքված էին, եւ էսի մեր եկեղեցում շատ է կատարվել։ Այսպես ծանրություն կար։ Հիմա էլ ես ծանրություն եմ տեսնում, բայց Տիրոջ հոգին ներկա է բժշկելու։ Ծանրությունը, բուն ծանրությունը կասկածամտությունն է, անհավատությունն ու վախն է։ Սա է ծանրությունը։ Պրոբլեմներ, հիվանդություններ, սատանայի մտքեր, արձակումներ, սրանք ուղղակի քո մեջ կասկածներ են առաջացրել եւ այդ կասկածը դառել է ծանրություն։ Եվ հիմա ո՞րն է մեր կողմը։ Այս ինչ որ խոսվեց, սա պետք է ի գործ դրվի հիմա այս աղոթքի ժամանակ։ Որ մենք պետք է ապավինենք Աստծո խոսքին, օգտագործեք հավատքը, սիրելիներ։ Հավատքը օգտագործելը Սուրբ գրային է։ Հոբը հավատքը օգտագործեց։ Նա ասում էր իմ փրկիչը ողջ է։ Դավիթը ասում էր Տերը իմ բարի հովիվն է, սա հավատքը օգտագործելն է։ Վիճակին չէր նայում, Աստծո խոսքին էր նայում։ Նայեք Աստծո խոստումներին։ Աստծո խոսք, մենք նկատի ունենք Աստծո խոստումները։ Ամբողջ Աստվածաշունչը Աստծո խոսք է։ Այնտեղ կարգեր կան, կանոններ կան, պատմություններ կան, ամեն բան կա, բայց բուն մեր հիմքը, վեմը Աստծո խոստումներն են։ Փառավորվի Տիրոջ անունը։ Լինում են, որ երիտասարդները խորանում են տարբեր գիտությունների, գաղափարների մեջ։ Սիրելիներ, եթե մի բան Աստծո խոսքի վրա հավատք չի կառուցում քո մեջ, շատ մի խորացի։ Պատահել է, մոտեցել է երիտասարդ եղբայր, պաշտամունքից հետո եղբայր հարց ունեմ, սիրով ասում ենք եղբայր ջան։ Եվ տեսեք, ոմանք ինչի մեջ են խորանում, հորդորում են, որ չեմ ասում սրանք պետք չի իմանալ, բայց ավելի ձեր հավատքը թող Աստծո խոսքի վրա կառուցվի։ Ինչպես Հուդա առաքյալը գրում է 20 խոսքում, ձեր անձերը շինեք ամենասուրբ հավատքի վրա, որ է Աստծո խոսքը։ Եղբայր ջան ասում է այդ հայտնության գրքի այդ գազանը, որ 10 գլուխ, 14 եղջյուր ուներ եւ այլն, այդ գազանը, չգիտեմ ով է այդ գազանը։ Ես նայում եմ հոգևոր մերկ, անոթի ու ծառա պատտում է, հոգևոր կառույց չունի, ասում եմ եղբայր ջան, քեզ ինչ պետք է այդ գազանը, ախր այդ գազանը քեզ պետք չի։ Ես էլ չեմ ճանաչում դրան։ Չեմ էլ ուզում ճանաչել։ Բայց դու որ Քրիստոսին չճանաչես, էսի խանգարի քո փրկությանը, բայց որ գազանին չճանաչես, պրոբլեմ չի։ Հակա Քրիստոսին ներին որ չճանաչես, պրոբլեմ չի։ Բայց որ Քրիստոսին չճանաչես, այսի պրոբլեմը։ Թող բժշկություն լինի Հիսուսի անունով։ Եվ ես հիշում եմ, եւ ես նույն հորդորը հիմա եմ անում։ Թե ռուսներ կային, թե հայեր, տարբեր վիճակներ, ասի եղբայրներ, քույրեր։ Մենք հիմա որ պետք է աղոթք անենք, կարողա դուք շատ եք աղոթել հոգսերի համար։ Եվ էլ հույս չունեք, որ աղոթեք, բայց հորդորում եմ, մենք հիմա երեխայի պես պետք է ապավինենք Աստծո խոստումներին եւ այդ հավատքով զորացած պետք է փառավորենք Հիսուսին։ Եվ այդ խոսքի հեղինակը ներկա է իր խոսքը մեր վրա հաստատելու հրաշքներով, նշաններով եւ օրհնություններով։ Փառավորվի Հիսուսի անունը։ Եվ շատ հավատքի բժշկություններ եղավ, ֆիզիկական բժշկություններ եղավ, սիրելներ, ուռուցքից բժշկվան, ողնաշարից բժշկվան, Սուրբ Հոգու մկրտություն եղավ։ Աստծո խոսքը այո եւ ամեն է։ Եվ այսօր Տիրոջ զորությունը ներկա է, որ իր խոսքը հոգին եւ խոսքը զուգահեռ պետք է գնան։ Արգելքը նա է, որ հավատքը չես օգտագործում։ Հավատքը օգտագործենք, սիրելիներ։ Եվ հավատքը օգտագործելը սա է,
որ էլ որևէ տեղից հույս չկա, մեր աղոթներից էլ հույս չկա։ Վերջերում մի վկայություն եմ անում, շատ հետաքրքիր ստացվեց։ Մի հոգսի համար ես երկար տարիներ աղոթում էի։ 10 տարուց ավել աղոթում էի այդ հոգսի համար։ Լացո ոնց կաղոթեմ սիրելներ։ Եվ այդպես ես վերջերում այդպես Տերը մոտեցավ ինձ։ Եվ ինչ որ ես տեսել եմ այդ վկայում։ Հիսուսը արցունքով էր մոտեցել, արցունք կար։ Եվ Հիսուսը միտքն եմ ասում, այդքան խնդրում ես, այդ ինչ չեմ արել, որ հիմա պետք է անեմ։ Ու ես տեսա, որ ես սխալ աղոթք եմ անում։ Տեր բժշկի, Տեր ողորմի, Տեր արա, Տեր եւ պետք է անես։ Ու Հիսուսի աչքին արցունք կար եւ արցունքի միտքը սա էր, որ ինչ անեմ, ասա, ինչ չեմ արել, որ հիմա անեմ։ Եվ բացվեց, որ ես իշխանություն եմ տվել այդ բոլոր զորությունների վրա, հավատքը օգտագործի։ Ալելույա։ Հավատքի գործ դիր։ Եվ այդ սատանայի բոլոր արգելքները քանդվի եւ անդունդը գնա։ Ինչ անեմ, երկրորդ անգամ գամ խաչվեմ, անգամ ես խոսքերը կար։ Երկրորդ անգամ խաչվի, որ քո խնդրը լուծվի, քույրիկ ջան, եղբայր ջան։ Ուրեմն կարիք չկա երկրորդ անգամ խաչվելու, ասում է ավետարանը։ Մենք հիմա ինձանից սկսած այս աղոթքի ժամանակ ապավինում ենք Տիրոջ խոստումներին։ Եվ քո վիճակի համեմատ հաստատ Աստված իր խոսքը բերել է քո միտքը։ Այդ խոսքին դու կրթնի։ Այդ անապատի մեջ, այդ խնդրի մեջ Հոբի պես հենվի Աստծո խոսքին, Դավիթի պես ասա, որ Տերը իմ բարի հովիվս է։ Ես բանի մկարոտություն պիտի չունենամ։ Եվ մենք էլ Հիսուսի անունով աղոթում ենք, որ այդ բոլոր խավարը քանդվի Հիսուսի անունով, եւ արմատից խլվի եւ անդունդը գնա։ Կանգնենք աղոթքի սիրելիներ։